ամենայնիվ շատ հաճելի կլինի, որ ձեզ տեսնեն էկրաններին ոչ թե փակ տեսախցիկներ, այսպես անուն ազգաններ ընդհանրապես, այլ ձեր ժպտուն դեմքերը տեսնեն, իրենց լավը զգան, ավելի կենթանի լինի շփումը եւ մեր երեխաները կարողանան լավագույնս ներկայանալ։ Ուզում եմ արդեն սկսենք, ընթացքում ովքեր կմիանան, այս բան ուզում եմ արդեն ուղղակի ողջունել բոլորիդ, որ այսօր այս դժվար օրը փաստորեն կարողացել եք ժամանակ գտնել միանալ մեզ։ Ինչպես գիտենք, այս տարին հոբելյանական է, Հրաչյա Աճարյանի 150-ամյակն է տոնվում եւ արմատական բառարանի 100-ամյակը հնդածս կարող ենք ասել եւ վերջերս Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում կայացավ հանրապետական աշակերտական աշխատաժողով, որին մեր թիմը ներկա էր հանձնախմբի կազմում եւ ականատես եղանք այնքան հրաշալի աշխատանքների, ելույթների, զեկուցումների, հիացանք մեր աշակերտների հնարավորություններով, նրանց կատարած հետազոտական աշխատանքների խորությամբ, նրանց հմուտ, մատուցմամբ նաև եւ մտածեցինք, որ ինչու պիտի այդ աշխատանքները ասենք մի 15-20 հոգու հասանելի լինեն եւ մնան այդ պատերի ներսում, որոշեցինք, որ շարք դնենք, որտեղ իրենք կներկայացնեն իրենց աշխատանքները եւ մենք ուսուցիչներս ուղղակի կվայելենք, թե ինչպես են աշակերտները խորամուխ լինում, հետազոտում, ինչեր են հայտնաբերում, ինչեր են բացահայտում եւ ինչ ծիրուն աշխատանքներ են կատարում։ Եվ այսօր մենք ունենք 2 խոսնակ, 2 վեբինարավար, Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի Ծարո Զարգարյանը եւ մեր Սուսաննա Մկրտչյանը, ով արդեն Սուսաննա ջան 3-րդ վեբինարն է, չէ՞, սա մեր էջով արդեն քո կողմից իրականացվող։ Երկրորդ, ահա։ Հիմա արդեն ես մինչև ձեզ խոսք տալը խոսքը փոխանցեմ Մարկին, որովհետև այս դեպքում նախաձեռնությունը գիտսանինն է։ Թող Մարկը ներկայացնի նաև թե ինչ ենք նախաձեռնել, ինչ ենք անելու եւ արդեն անցնենք առաջ։ Մարկ ջան, խնդրեմ, սիրով տրամադրում եմ քեզ։ Շնորհակալություն։ Սիրելի մասնակիցներ, հարգելի ուսուցիչներ, աշակերտներ, ուրախ եմ ողջունել ձեզ մեր այսօրվա հերթական հանդիպանը, որը արդեն նվիրված է հայ մեծանուն լեզվաբան, բառարանագիր, ակադեմիկոս Հրաչյա Աճարյանի ծննդյան 150-ամյակին եւ ինչպես նշեց Ընկեր Խաչատրյանը 2026 թվականը հոբելյանական տարի է եւ ամբողջ գիտական ու կրթական հանրությունը հատուկ ուշադրությամբ է անդրադառնում Հրաչյա Աճարյանի հարուստ գիտական ժառանգությանը եւ այսօրվա մեր վեբինարը եւս մեկ հնարավորություն է ճանաչելու եւ վերարժևորելու մեր ծնգիտնականի կյանքն ու գործը, ինչպես նաև նրա թողած գիտական ժառանգության արդիական նշանակությունը։ Մեծ սիրով ներկայացնեմ մեր այսօրվա խոսնակներին Սարո Զարգարյանին եւ Սուսանբար Մկրտչյանին, ովքեր կներկայացնեն իրենց հետաքրքիր ու բովանդակալի զեկուցումները, բայց նախքան զեկուցումների մեկնարկը ցանկանում եմ անդրադառնալ վեբինարի շրջանակներում անցկացված հարցմանը, թույլ տվեք ներկայացնել մասնակիցների կողմից տրված մի քանի պատասխաններ, որոնք հետաքրքիր են շատ։ Այն հարցին, թե որքան է կարևորում Հրաչյա Աճարյանի 150-ամյակին նվիրված վեբինարի այս շարքը, բոլոր պատասխանները դրական էին, գրել էին շատ գերազանց, շատ եմ կարևորում, հայրենանվեր գործ եմ համարում, գովելի է ազգանանվեր, հայանպաստ նախաձեռնություն է, շնորհակալություն կազմակերպիչներին եւ շատ ու շատ այլ դրական պատասխաններ։ Շնորհակալ ենք ձեր պատասխանների համար, որոնք թե ոգևորեցնող են մեզ համար, թե այսօրվա խոսնակների համար, եւ խոսքս փոխանցում եմ հիմա Սուսաննա Մկրտչյանին, ով կներկայացնի սկզբից իր զեկույցը, ապա Սարո Զարգարյանին։ Շնորհակալ եմ շատ, Կրտին անգամ ողջունում եմ բոլորին։ Շնորհակալ եմ ձեր այսօրվա օրը մեզ հետ կիսելու համար։ Հուսով եմ, որ կլինի այն օգտակար ու արդյունավետ։ Այսօր խոսելու եմ հայագիտության եւ հայ ժողովրդի համար մի կարևոր գործի, հայրենի արմատական բառարանի եւ իր հեղինակի Հրաչյա Աճարյանի մասին։ Ներկայացնելու եմ Հրաչյա Աճարյանի կյանքը, գործը, պատանեկան տարիների մի քանի հետաքրքիր դրվագներ ու կներկայացնեմ այն մոտորումը, որ ինձ բերեց դեպի այս աշխատանքի։ Ինչպիսի տեսք ունի մեր լեզուն այսօր եւ մեզանից յուրաքանչյուրը ինչ պատասխանատվություն ունի դրա հանդեպ։ Եթե Հրաչյա Աճարյանն այսօր մեզ հետ լիներ, կլսեր նա նույն հայերենը,
որը տարիներ շարունակ ուսումնասիրել ու պահպանել էր, թե կզարմանար, տեսնելով ինչպես այն փոխվել։ Այս հարցը բերեց ինձ դեպի այս աշխատանքը, փորձելու հասկանալ, ինչպիսին է մեր լեզուն այսօր եւ ինչ պատասխանատվություն ունենք մենք դրա հանդեպ։ Կարող է մեկ մարդ ստեղծել բառեր, 11,000 բառերով, ընդգրկելով ամբողջ հայոց լեզվի բարբառները, հին ու նոր բառերը, չմոռանալով անգամ ամենափոքր ու հազվագյուտ բառը։ Այս միտքը թվում է անհնար, բայց Հրաչյա Աջարյանը դա արեց։ Նա սկսեց գրել իր հայերենի արմատական բառարանը, երբ զգալի դժվարությունների առաջ էր կանգնած։ Նա կորցրել էր իր տեսողության մի մասը, սակայն այսօր այդ բառարանը 100 տարեկան է, իսկ նրա հեղինակը Հրաչյա Աջարյանը նշում է իր ծննդյան 150-ամյակը։ Եվ հենց այս անհավանական կարևոր աշխատանքը բերեց ինձ դեպի այս աշխատանքը, փորձելու պատկերացնել, ինչպիսին է մեր լեզուն այսօր, եւ ինչ կասեր Աջարյանը, եթե այսօր մեր հետ լիներ եւ իր աչքերով տեսներ հայոց լեզվի ներկան։ Ըստ հավատալի ակադեմիական աղբյուրների, Հրաչյա Աջարյանը ծնվել է 1876 թվականին։ Նա հայ մեծ լեզվաբան էր, բանասեր, բառարանագիր եւ բազմալեզու գիտնական։ Սովորել է Եվրոպայի տարբեր համալսարաններում եւ իր ողջ կյանքը նվիրել է հայոց լեզվին եւ նրա ուսումնասիրությանը։ Աջարյանը տիրապետում էր բազմաթիվ լեզուների, ուսումնասիրում էր ոչ միայն բառերի իմաստը, այլ նաեւ գտնում էր դրանց ծագումն ու պատմությունը։ Նրա ամենանշանավոր գործը հայերենի արմատական բառարանն էր, որը համարվում է հայագիտության ամենամեծ ձեռքբերումներից մեկը։ Աջարյանի մեծությունը միայն գիտնական լինելը չէր։ Նրա կյանքում եղել են երբեմն զարմանալի ու հետաքրքիր դրվագներ։ Երբ մի անգամ Հրաչյա Աջարյանին քննում էին Կակեբեյում, նրան հարցնում են, թե նա քանի լեզու գիտի։ Նա հանգստորեն թվարկում է այն լեզուները, որոնց կարողանում է տիրապետել։ Քննիչը բոլոր լեզուների դիմաց գրում է լրտես։ Երբ հերթը հասնում է թուրքերենի, Աջարյանն ասում է. «Ինչ ուզում եք գրեք, կստորագրեմ, միայն թե Թուրքիայի լրտես մի գրեք»։ Այս դրվագը ցույց է տալիս ոչ միայն նրա մարդկային խորությունը, այլ նաև ցույց է տալիս իր հայրենասիրությունը։ Աջարյանն իր կյանքում մեծ դեր է տվել ուսուցչին։ Նա հաճախ նշել է, որ յուրաքանչյուր լավ ուսուցիչ կարող է փոխարինել 10-ամյա սովորական աշխատանքը մեկ ճշգրիտ գիտելիք տալով մեկ ճշմարիտ պահին։ Նրա սաները նշում էին, որ իր դասերը նույնպես անցնում են շատ հետաքրքիր ու բովանդակալից։ Նա կարողանում էր ամենադժվար բառերը ներկայացնել այնպես, որ ամենադժվարը թվում էր ամենապարզը։ Նա ներկայացնում էր հետաքրքիր օրինակներով, պարզ համեմատություններով։ Աջարյանին հաջողվել է իր կյանքի ընթացքում մեծ համբավ ձեռք բերել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս։ Երբ մի առիթով Գերմանիայից պատվիրակություն էր ժամանել Հայաստան, հրավիրված էր Աջարյանը որպես թարգմանիչ։ Աջարյանը սկզբում դժկամում է, սակայն հանդիպման ավարտին նա ապշեցնում է պատվիրակներին իր լեզվական վարպետությամբ եւ հպարտությամբ նշում է իր ինքնությունը, ասելով, որ հայ եմ, զտայրուն հայ։ Պատվիրակները զարմացած էին նրա լեզվական ճկունությամբ։ Նրանք տեսնում էին, թե որքան սահուն է խոսում գերմաներեն, եւ նա այդ առիթով նշել է. «Ձեր լեզուն իմանալը յուրաքանչյուր կիրթ մարդու համար օդ ու ջրի պես անհրաժեշտ է»։ Աջարյանը թարգմանություններ էր կատարում Ֆրանսիայում, Լոնդոնում եւ շատ այլ երկրներում։ Ֆրանսիացիները զարմացած էին իր մաքուր ֆրանսերենից, իսկ անգլերեն նա խոսում էր այնպես, ինչպես իր մայրենի լեզուն։ Երբ մի առիթով Ֆրանսիայից պատվիրակները ժամանել էին Հայաստան, հրավիրված էր Աջարյանը որպես թարգմանիչ։ Նա սկզբում դժկամեց, հետո սկսեց պատմություններ պատմել թարգմանությունների ընթացքում, ստեղծել ջերմ ու համակրելի մթնոլորտ։ Պատվիրակներն հաճախ ասում էին, որ նա հրաշք է, եւ ավելացնում. «Եթե Հայաստանը նման մարդկանց է ծնում, ապա այդ հողը սուրբ հող է»։ Այդ հրաշքը նույն ինքը հայոց լեզվի հանճարեղ գիտնական Հրաչյա Աջարյանն էր, բայց նրա գործը ու թողած հսկայական ժառանգությունը իր արմատական բառարանն էր։ Այս բառարանը պարզապես բառերի հավաքածու չէր, այն մի ամբողջ գիտական համակարգ էր, որտեղ յուրաքանչյուր բառ ուներ իր ծագումը, իր պատմական զարգացումը եւ փոխկապակցվածությունն այլ բառերի հետ։
Աջարյանը տարիներ շարունակ ուսումնասիրել է հայերենը, գտել է լեզվի բառերի ծագումը, բացահայտելով դրանց իրական հիմքը։ Նա ցույց է տվել, որ հայերենը ոչ միայն հարուստ լեզու է, այլ նաև ունի հազարամյակների խորքից եկող պատմություն։ Այս բառարանի միջոցով հնարավոր է հասկանալ, ինչպես է ձևավորվել մեր լեզուն եւ բառերը ճեղքելով ժամանակի անիվը ինչ փոփոխությունների են ենթարկվել։ Եվ ամենակարևորը, ինչ կապ ունեն դրանք մեր մշակույթի եւ մտածողության հետ։ Երբ ինքս ուսումնասիրեցի հայերենի արմատական բառարանը, աջարյանական շնչով կարտացի բառերի բացատրությանը, եկա այն եզրակացությանը, որ Աջարյանն իրեն ապացուցում է, որ յուրաքանչյուր բառ պարզապես հնչյուն չէ, այն մշակութային արժեք է եւ ինքնություն։ Եվ հենց մեկ դար ապրած բառարանը հիմք հանդիսացավ ինձ մտորելու, ինչպիսին է մեր լեզուն այսօր եւ ինչ պատասխանատվություն ունենք մենք դրա հանդեպ։ Ինչ կասեր Աջարյանը, եթե այսօր մեզ հետ լիներ եւ իր աչքերով տեսներ հայոց լեզվի ներկան։ Եթե նա այսօր քայլեր մեր փողոցներով, լսեր մեր զրույցները, կարդար մեր գրածները, հավանաբար մի պահ լուր կմնար։ Լուր, որովհետև ոչ թե ասելու բան չեր ունենա, այլ շատ բան կունենար մտածելու։ Նա կժպտար մեր, կուրախանար, որ հայոց լեզուն դեռ ապրում է դպրոցներում, երգերում, գրքերում, բայց նրա ժպիտը հաստատ կխոժորվեր։ Նա կտեսներ կիսատ հայերեն, օտար բառերով խառնված խոսք, ու կտեսներ, թե ինչպես մարդիկ երբեմն չեն գնահատում իրենց լեզվի արժեքը, եւ նա հաստատ կասեր. «Պահեք ձեր լեզուն, որովհետև այն ձեզ է պահում»։ Լեզուն պարզապես բառերի հավաքածու չէ, այն ժողովրդի ոգին է։ Նա մեզ չէր քննադատի, նա մեզ կսովորեցներ, նա մեզ կհիշեցներ, որ յուրաքանչյուր բառ, որ մենք ասում ենք, մի փոքր պատմություն է, մի փոքր անցյալ, եւ հաստատ նա կասեր. «Պահենք մեր լեզուն, որովհետև այն մեզ է պահում»։ Եվ եթե այդ ամենը մենք ինքներս հասկանանք այսօր, ապա ապագայում ոչ ոք ստիպված չի լինի դա մեզ հիշեցնել։ Հիմա ուզում եմ ընթերցել մի նամակ, որը ինքս եմ գրել, Աջարյանը անցյալից ուղարկել է դեպի ներկա որպես կոչ, հորդոր ու որպես խնդրանք։ Ես Հրաչյա Աջարյանն եմ։ Այո, գուցե զարմանաք, բայց ես վերադարձել եմ, ոչ թե անցյալից, այլ ձեր ներկան տեսնելու, թե ինչ է կատարվում իմ սիրելի հայոց լեզվի հետ։ Երբ տարիներ առաջ ես ուսումնասիրում էի հայերենը, յուրաքանչյուր բառ ինձ համար մի ամբողջ աշխարհ էր։ Ես հավատում էի, որ այդ բառերը կապում են սերունդներին, պահպանում են հիշողություն, կերտում ազգի ոգի։ Բայց այսօր լսում եմ ձեր խոսքը եւ սիրտս ցավում է։ Ինչու եք ձեր գեղեցիկ լեզուն խառնում օտար բառերով, երբ ունեք այսքան հարուստ ու հզոր հայերեն։ Ինչու եք երբեմն մոռանում, որ յուրաքանչյուր բառ պատասխանատվություն է։ Սակայն ես նաև հույս եմ տեսնում ձեր մեջ։ Ես տեսնում եմ ձեզ, երիտասարդներիդ, ովքեր դեռ փնտրում եք ճիշտը, փորձում եք հասկանալ ձեր լեզվի արժեքը։ Եվ դա ինձ ուժ է տալիս հասկանալու, որ ամեն ինչ դեռ կորած չէ։ Հիշեք, լեզուն պարզապես խոսքի միջոց չէ։ Լեզուն ազգի ոգին է, լեզուն ձեր ինքնությունն է։ Եթե դուք կորցնեք ձեր լեզվի մաքրությունը, դուք կամաց կկորցնեք ձեր ինքնությունը։ Ես չեմ վերադարձել ձեզ դատելու համար։ Ես եկել եմ հիշեցնելու եւ պատգամելու նվիրումով։ Սիրեք ձեր լեզուն, խոսեք մաքուր, պահպանեք այն, ինչը դարերով ստեղծվել է մեծ սիրով ու նվիրումով, որովհետև մի օր հենց դուք եք դառնալու ձեր լեզվի պահապանները։ Մարկ ջան, որ խնդրեմ տեսանյութը կմիացնես։
Մինչև տեսանյութը միացնի, մենք սենց զգում ես, չէ, Սուսաննա ջան, ափի բերան, սպասում ենք եւ անընդհատ սրտիկներ ու ծափեր ենք քեզ ուղարկում, կեցես, հուզիչ եք նույնիսկ հուզված ենք բոլորս, թե ինչպես ես կարողացել դառնալ աճառյան, հասկանալ, թե մեծանուն լեզվաբանը ինչ կասեր ու ամեն մի բառի հետ մենք համաձայն էինք։ Կարծում եմ մեր մասնակիցներն էլ համամիտ են ու հիմա իրենց ուղարկած ռեակցիաներով դա կապացուցեն, որ մենք իսկապես համամիտ ենք, որ դու շատ ճիշտ կարողացել էիր հասկանալ, թե իսկապես ինչ ցավ կապրեր եւ ինչ պատգամ կտար հարգարժան լեզվաբանը։ Դե սպասում ենք անհամբեր տեսանյութին։ Միացնում ես Շատ դժվար է Մարջան։ խոսել։ Ինչպես։ Շատ դժվար է խոսել մեծանուն լեզվաբանի մասին, երբ խոսենք մեկս մյուսից հետ, երբ խոսենք հավասարը հավասարի հետ, մի բան ավել կասենք, մի բան պակաս կասենք, այդ երևի նորմալ կթվա, բայց երբ խոսենք մեծի մասին ու Աճարյանի համեմատ բոլորս ենք փոքր, այդ ներսից մի թե հուզականության, թե կոչ անող հաստակ կա, որ երևի ամենասկզբից մինչև այս պահը իմ մեջ այդ անընդհատ բաբախում է, շատ հաճելի է խոսել, շատ պատասխանատու է ներկայացնել մեծին ու ինքնին ներկայացնում է շատ դժվար։ Մարջան, երևի լավ, լսենք հետո մեր հարգարժան մասնակիցը ձեր քնի, բայց լսենք էլ։ Ես երկար եմ խոսել բառերի մասին, բայց հիմա ես ուզում եմ ասել ամենակարևորը։ Լեզուն ձեր ինքնությունն է։ Այն ձեր անցյալն է, ձեր պատմությունը։ Խոսեք մաքուր, խոսեք հպարտ, պահպանեք ձեր լեզուն։ Եվ այսպիսով մենք բոլորս պատասխանատու ենք մեր լեզվի համար։ Մենք պետք է ոչ միայն խոսենք հայերեն, այլ զգանք, հասկանանք ու պահպանենք այն։ Լեզուն մեր անցյալն է, մեր ներկան եւ ապագան, եւ մենք ենք նրա պահապանները։ Եթե կորցնենք մեր լեզուն, կկորցնենք մեր անցյալը։ Եթե մոռանանք մեր բառերը, կմոռանանք մեր ինքնությունը։ Սիրենք մեր լեզուն, խոսենք մաքուր, եւ թող յուրաքանչյուր բառ մեր սրտի արտացոլումը լինի, ինչպես դա սովորեցրեց մեծագույն հայը, Հրաչյա Աճարյանը։ Թող շարունակ մեր ականջներում հնչեն մեծագույն հայի պատգամները, եւ թող յուրաքանչյուր մանուկ խոսի իր մայրենի լեզվով, եւ անավարտ պահի այն։ Գուցե Աճարյանն այսօր չկա, բայց նրա գործը մեր ձեռքերում է։ Կեցե Սուսաննա ջան, եկեք շնորհակալություն հայտնենք մեր իսկապես այդ մեր արդեն ես չեմ կարողam խոսել, ես ինչ արեցիր։ Եկեք մեր սրտիկներով կամ չգիտեմ ինչպես ամեն մեկս կարտահայտենք մեր հիացմունքը։ Ես եւս մեկ անգամ հիանում եմ Սուսաննայի հմտություններով, Սուսաննայի խոսքով, Սուսաննայի մտքի խորությամբ, չգիտեմ, հիմա դուք էլ երևի կգնահատեք սիրելի մասնակիցներ, բայց հիացած եմ Սուսաննա ջան, կեցես եւ շատ ուզում եմ, որ մի փոքր պատմես, թե ինչպես ծնվեց միտքը, երբ որ հայտարարվեց աշխատաժողովը, բնականաբար դու որոշեցիր մասնակցել, բայց ինչպես ծնվեց միտքը թեմայի առումով, ինչպես աշխատեցիր, մի փոքր պատմես այս ամեն ինչի մասին։ Շնորհակալ եմ։ Ես երբ կարդացի հայտարարությունը, ուսումնասիրեցի ծանոթ է Հրաչյա Աճարյանին իր գործունեությանը, բայց ավելի խորությամբ ուսումնասիրեցի իր կենսագրությունը, իր գործունեությունը, ես ինքս սկսեցի ուսումնասիրել արմատական բառարանը ու մտածեցի, թե ինչ վիճակում է գտնվում մեր լեզուն այսօր։ Մեզանից յուրաքանչյուրը ինչպես է գնահատում մեր լեզուն ու փորձեցի հենց թեման ընտրել այնպիսին, թե եթե Հրաչյա Աճարյանը ողջ լիներ եւ ինքը տեսներ մեր լեզուն, ինչ կասեր։ Չգիտեմ որքանով ստացվեց արտահայտել այն ինչ որ զգացել եմ ես, թե ոնց հաստատ կապսոսար, որ դարերով պահպանած իր
հսկայական աշխատանքը այսօր շատերը չեն կարողանում գնահատել, իրոք ունենք օտար բառերով խառնված խոսք, եթե մեզանից յուրաքանչյուրս կա, որ ազգապահպանումը, հայապահպանումը, լեզվի պահպանությունը սկսվում է մեզանից յուրաքանչյուրով, որ մենք պետք է մեր սերունդներին, մեր հաջորդներին փոխանցենք այդ ամեն ինչը, այդ դեպքում Հրաչ Աջարյանը հաստատ կուրախանար, բայց եթե մենք ինքներս ենք տեսնում մեր օրերում, մեր լեզվի կիսատ օգտագործումը, օտար լեզուներով խառնված բառերը, ես ինքս ափսոս եմ ապրում, որ մեկ դար ապրած բառարանը մի օր կարող է մեզանից մի քանի տարի հետո, տասնամյակ, 100-ամյակ հետո չգնահատեն, չգիտեմ, դժվար է։ Սուսաննա ջան, իսկ ինչ կառաջարկես, ինչ անենք, որպեսզի մեր լեզուն պահենք անաղարտ։ Դու շատ լավ միտք ասացիր, որ մենք պետք է նախ գիտակցենք, որ մեզանից է սկսում յուրաքանչյուրս մեր հերթին, բայց ինչ լուծում կառաջարկես, ասենք մենք չենք կարողանում բոլորին համոզել, որ մեզանից է սկսվում, ինչ անենք, որ կարողանանք մեր լեզուն անաղարտ պահել։ Նախ մենք ինքներս խոսենք մաքուր հայերենով, կարծում եմ ամենակարևորը դա է, օտար բառեր մեր բառապաշարում շատ քիչ օգտագործենք, ու հենց ինձ թվում է, երբ խոսենք գրական ու մաքուր հայերենով, հիմքը կդրվի հենց այդպես։ Դպրոցներում երբ այդ ամեն ինչը տարածեն, ինձ թվում է, որ հիմքը կդրվի այն ժամանակ, երբ մենք ինքներս խոսենք մաքուր ու պարզ հայերենով։ Մենք պետք է գնահատենք այն, ինչ է տարերի խորքից, հազարամյակներով, մեկ դար արդեն ապրած բառարանը հասել է մեզ։ Այդ արդեն շատ մեծ, շատ անգնահատելի սկիզբ է, ու մենք պետք է լինենք դրա շարունակողները։ Շարունակողը կլինենք այն դեպքում, երբ կարողանանք ինքներս ճիշտ գնահատել այն արժեքը, ինչ ունենք, ու կարողանանք փոխանցել մեր ունեցած ամենամեծ հնարավորության դեպքում։ Շատ լավ, Սուսաննա ջան, գնահատում եմ դարձյալ քո մտածողությունը, քո տեսակը, մեր Սուսաննան միշտ է հանդես գալիս շատ ծիրուն խոսքով ու գեղեցիկ դիտարկումներով եւ արդեն հիշեցի հարգելի Վիկտորիա, որ դուք ձեռք ունեիք ու հենց այդ բանը դուք դարձյալ ձեռք բարձրացրիք, համեցեք, լսում ենք ձեզ եւ խնդրեմ նաեւ մյուս մասնակիցներին մեր Սուսաննային հղեք ձեր հարցերը, ինքը շատ պատրաստակամ է եւ կարծում եմ խելացի պատասխանները տալու մեր բոլոր հարցադրումներին, համեցեք։ Շնորհակալություն կարծիք հայտնելու համար, սիրելի Սուսաննա, ես ողջունում եմ ձեր խոհեմ միտքը, հրաշալի էր, դուք ինձ հուզեցիք մի քանի անգամ եւ չկարողացա այսպես զսպել հուզմունքս, ուզում էի արտահայտվել եւ դուք խոսեցիք այն բոլոր ուսուցիչների սրտից ու անունից, որոնք հորդորում են մեր աշակերտներին ամեն ժամի, ամեն դասաժամին, որ խոսել անաղարտ հայերեն, այո, դու խոսեցիր մեր սրտից, մեր ուսուցիչների սրտից եւ շատ դրա համար հուզեցիր ուսուցիչներին, կարծում եմ, շնորհակալ եմ, որ դարձել ես այդպիսի սան, գիծսան ու ինձ թվում է քո փորձը կփոխանցես, կվարակես քո հասակակիցներին այդ գեղեցիկ մտքերով ու խոհերով։ Շնորհակալ եմ, որ կան այդպիսի սաներ եւ կազմակերպությանն եմ շնորհակալ, որ կարողանում են ցուցադրել եւ լուսաբանել նմանատիպ սաներին։ Ապրես, կեցես, հիացած եմ։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ ենք եւ տեսնենք էլ ինչ հարցեր ունենք մեր Սուսաննային։ Թեկուզ ոչ միայն հարցեր, գուցե ոգևորող խոսք։ Չունենք ասելիք, ընկերներ ջան, եթե չունենք ասելիք, ես իմ, ահա, Ժասմին ջան, համեցեք։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ ասել, որ Սուսաննայի ուսուցիչները երջանիկ ուսուցիչներ են, բախտավոր ուսուցիչներ են, որ նման սան ունեն եւ ինչու՞ չէ նաեւ մեր Մարկոսի մյուս մեր սաների մասին ուզում եմ նրանց էլ շնորհակալություն հայտնել։ Շնորհակալություն Ժասմին ջան, մենք էլ շնորհակալ ենք, որ դուք ներկա եք եւ գնահատում եք։ Այստեղ ձեռք ունի նաեւ մեր մյուս մասնակիցը Անահիտ Խաչատրյան, խնդրեմ։ Ողջունում եմ բոլորիդ, շատ հաճելի պահեր մեզ պարգևեցիք եւ հիացած եմ Սուսաննայի այս գեղեցիկ եւ ելույթով եւ
չգիտեմ, այդքան երիտասարդ եւ այդքան խորություն ուղղակի հիացած եմ, հուզված եմ միայն ու միայն Սուսաննա ջան, հաջողություն։ Շարունակի, դու ճիշտ ճանապարհի վրա ես։ Շնորհակալ եմ նաեւ կազմակերպողներին, ձեզ, ընկեր Խաչատրյան ջան։ Շնորհակալություն։ Մենք էլ ենք շնորհակալ եւ ես հիշեցի, որ Սուսաննան չներկայացավ նաեւ, չէ՞ Սուսաննա ջան, դպրոցը չնշեցինք։ Կխնդրենք մի հատ ներկայանաս, ասես ձեր դպրոցը, որպեսզի մի հատ էլ ասենք կեցե ձեր դպրոցը, որ այսքան լավ սան է պատրաստել։ Ես Նուկրտյան Սուսանվան եմ, Շիրակի մարզի փոքր Մանթաշ գյուղից, սովորում եմ, փոխադրվել եմ 12-րդ դասարան, ես ինքս ապագա ուսուցչուհի եմ, ճիշտ է հայոց լեզու գրականություն չեմ դասավանդելու, բայց շատ եմ սիրում մեր լեզուն, ես մաթեմատիկայի ուսուցիչ կդառնամ, կարծում եմ այսքանը։ Կարծում եմ շատ սիրուն միքս կստացվի, այսպես ասած, հայոց լեզվի եւ մաթեմատիկայի գրականությունն էլ որ բերես գումարես, մի հատ արտակարգ լավ ուսուցիչ է ստացվելու գրականության ոգով, մաթեմատիկական մտքով, հայերեն մտածողությամբ, այնպես որ քեզ կանաչ ճանապարհ Սուսաննա ջան, ես վստահ եմ, որ դեռ երկար ճանապարհ փաստորեն կանցնենք միասին եւ միշտ գիտուսի ու գիտսանի հարթակը քեզ համար բաց է, այնպես որ միշտ ուրախ կլինենք քո ցանկացած նյութը լուսաբանելու եւ միշտ քեզ լսելու։ Սուսաննան ոչ միայն վարել է մեզ մոտ էլի վեբինար, այլև ինքը միշտ ներկա է լինում եւ միշտ հանդես է գալիս հետաքրքիր սիրուն դիտարկումներով։ Այնպես որ անչափ շնորհակալ ենք քեզ եւ այժմ արդեն սիրով ներկայացնենք մեր հաջորդ խոսնակին Սարո ջան, դու ինքդ ներկայանաս, լավ իմ տղա։ Ողջունում եմ ձեզ, սիրելի ուսուցիչներ, ձայնս նորմալ է։ Ընտիր է։ Սիրելի ուսուցիչներ, սիրելի մասնագետներ, ողջունում եմ ձեզ ու ցանկանում եմ ներկայանալ, ես Սարո Զարգարյանն եմ, Գյումրու թիվ 1 ավագ դպրոցից, փոխադրվել եմ 12-րդ դասարան, սովորում եմ հումանիտար իրավագիտական հոսքում ու նշեմ, որ հենց հումանիտար իրավագիտական հոսքն է ինձ տվել հումանիտար գիտություններին այսքան մոտ կանգնելու հնարավորությունը։ Նշեմ նաև, որ իմ հետազոտությունը ես կիսեմ իմ էկրանը, վերքեմ։ Իմ ուսումնասիրության թեման է Հրաչ Հաճարյանի հայերեն արմատական բառարանը, զուգադրական քննություն Նոր Հայկազյան բառարանի հետ։ Մենք գիտենք, որ հայերեն արմատական բառարանի 100-ամյա հոբելյանն ենք նշում այս տարի, ու ասեմ շատերի մոտ հարց կծագի, թե ինչու եմ ընտրել համեմատել ու հատկապես Նոր Հայկազյան բառարանը, քանի որ Նոր Հայկազյան բառարանի համար եւս այսպես հոբելյանական տարին է, դրանում է 190-ամյակը Նոր Հայկազյան բառարանի։ Նշեմ, որ հետազոտությունը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում ներկայացվել է Հրաչ Հաճարյանի մարդ եւ գիտական ուրեմն աշխատարանի ընթացքում իմ ղեկավարն է հայոց լեզվի ուսուցիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Լալա Հովհաննեսի Կրկիկյանը։ Նշեմ, որ այս հետազոտության ճանապարհը ես անցել եմ իմ ուրեմն ղեկավարի հետ միասին, քանի որ ղեկավարիս ներդրումը գիտականության մեջ, հետազոտության մեջ Հրաչ Հաճարյանի կարևորելուն եւ իրականում իրոք որպես արժեք ճանաչելուն շատ մեծ է, ու ես ցանկանամ շեշտել ուսուցիչների դերը այդ գործում։ Մենք փոքրիկ քննարկում ունեցանք, թե ինչպես կարող են ուսուցիչները սերմանել իրենց աշակերտների մեջ սերը այնպիսի արժեքներ, ինչպիսիք են օրինակ Հրաչ Հաճարյանը, Մանուկ Աբեղյանը, Ստեփանոս Մալխասյանցը, այդ ամենակարևոր արժեքների գնահատումը սկզբից գալիս է ճանաչումից։ Այսինքն ըստ իս ամենաառաջի քայլը, որ մենք պետք է կատարենք, դա
հետազոտելն է, դա իմանալն է ու իրոք ճանաչելն է մեր մեծերին։ Ես Հրաչյա Աջարյանին արդեն 2 տարի է ճանաչում եմ, եթե այդպես ասենք։ Հետազոտության Հրաչյա Աջարյանին ճանաչելու գործընթացը սկսվել է ուղղակի նրա մասին խոսելուց եւ արդեն վերածվել է մեծ, այսպես լայնածավալ հետազոտության։ Ուրեմն արդեն սկսեմ հետազոտության բուն ներածական հատվածը։ Այսօր խոսելու ենք հայերեն արմատական բառարանի եւ Պարկիր հայկազյան լեզվի, հայկազյան բառարանի մասին։ Ուրեմն այս երկու մոնումենտալ գործերը հետազոտության ընթացքում պետք է զուգադրաբար քննվեն տարբեր ոլորտներում, ինչպիսիք են նպատակը, թե ինչ նպատակի են ծառայել այս հիմնական գործերը, թե ինչպիսի ակադեմիական խոսք է կիրառված տվյալ գործերում, ինչ լեզվաբանական առանձնահատկություններ ունեն ու նաև կքննարկենք նաև հեղինակների մոտեցումները տվյալ ուրեմն գիտական աշխատանքին։ Ուրեմն հոդվածում քննվում է նոր հայկազյան բառարանը որպես դասական հայերեն բառապաշարի կանոնակարգված համակարգի, իսկ արդեն հայերեն արմատական բառարանը, եթե վերցնենք լեզվաբանության էվոլյուցիոն, այսպես դիտանկյունից նայելով, արդեն պատմահամեմատական բառագիտության տեսանկյունում որպես մոնումենտալ աշխատանք Հրաչյա Աջարյանի կողմից։ Այսպիսով, եթե անդրադառնանք յուրաքանչյուր ուրեմն աշխատությանը առանձին, սույն հետազոտության հիմնական նպատակն է իրականացնել այս երկու կոթողային բառարանների զուգադրական քննությունը, վերհանելով լեզվաբանական այն հարացույցային փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել հայ բառարանագրական մտքի էվոլյուցիայի ճանապարհին, ու նկարագրական բանասիրական մոտեցումը, որ առկա է հայկազյան բառարանում, անցում է դեպի ստուգաբանական եւ պատմահամեմատական մեթոդաբանությունը։ Նաեւ էկրանում աջ ներքևի հատվածում առկա է QR-ը, որը եթե սկանավորեք, գիտական հոդվածին արդեն հասանելիություն կունենաք, այնտեղ ավելի մանրամասն ներկայացված է։ Ուրեմն այս ամբողջ հետազոտությունը, որը ես հիմա նաեւ կներկայացնեմ, նոր հայկազյան բառարանն ու հայերեն արմատական բառարանը մինչև օրս մնում են հայագիտության անգերազանցելու վստահելու ուղեցույցները։ Որպես արժեք, այս շատ կարևոր կետ է, քանի որ շատերը արտահայտվում են, թե մոռանում ենք այս կոթողային գործերի մասին, բայց ըստ իս այն մարդիկ, ովքեր իրոք սիրում են հայոց լեզուն, ովքեր իրոք հետաքրքրված են այն արժեքի մեջ, որը կոչվում է լեզու, անպայման կօգտագործեն ու մինչև այժմ արդիական կհամարեն հայերեն արմատական բառարանը, նոր հայկազյան բառարանը, որոնք քանի որ դրանք իրոք արդիական են։ Չի կարելի, ես չեմ համարձակվի ասել, որ հայերեն արմատական բառարանը ինչքան էլ 100 տարի առաջ է գրվել, այնքան մեծ է նրա դերն ու նշանակությունը, որ մինչև այժմ նրա թողած ազդեցությունը շարունակվում է եւ նույնը նոր հայկազյան բառարանի մասին, քանի որ նրանք հսկայական, լայնածավալ, մոնումենտալ աշխատանքներ են, որոնք ուղղակի լեզվաբանություն չի կարող անտարբերությամբ անցնել։ Ու մենք ներկայացնելու ենք լեզվական իրողությունների ընկալման երկու տարբեր, բայց սակայն միմյանց լրացնող այս կետը եւս շատ կարեւոր է, քանի որ մենք հետազոտության ներկայացման վերջում կհանգենք այդ մտքին, որ այս համեմատությունը ոչ թե երկուսի առավելությունները, բաց թողումները կամ ուղղակի համեմատությունն, այլ իրոք հասկանալուն, որ այս երկու աշխատանքները միմյանց լրացնում են։ Ու աշխատանքի համադրությունը հնարավորություն է տալիս լեզուն դիտարկել իր ողջ պատմական հոլովույթում, սկսած նախալեզվական վերակազմություններից մինչև միջնադարյան եւ բարբառային դրսևորումները։ Արդեն մանրամասն յուրաքանչյուրին կբնութագրենք։ Ուրեմն Պարկիր հայկազյան լեզվի նոր հայկազյան բառարանը 1836-37 թվականներին ուրեմն ստեղծված աշխատանք է։ Ստեղծվել է Վենետիկի Մխիթարյան միաբանների կողմից, Գաբրիել Ավետիքյան, Մկրտիչ Ավգերյան, Խաչատուր Սյուրմելյան, նրանք ներկայացրին հայերենի ոսկեդարյան եւ հետոսկեդարյան հարստությունը եվրոպական բառնագրական չափանիշներով։ Լեզուն, քանի որ հայերենը նոր որպես արդեն լեզվաբանություն, եվրոպական լեզվաբանության մեջ այդքան էլ հետազոտված, այդքան էլ
հետազոտված չէր եւ Մխիթարյանների հենց նպատակն էր այն բարձրացնել եվրոպական բառարանագրական չափանիշներին համապատասխան եւ հենց այս աշխատությունն էլ այդ ամեն ինչի գագաթնակետը եղավ հարկ է նկատել որ այն հիմնված է բացառապես մատենագրական աղբյուրների վրա յուրաքանչյուր բառ իմաստային նրբերանգ հաստատվում է համապատասխան մեջբերումով Սուրբ գրքից կամ հայ հայրապետների կամ պատմիչների երկերից մենք կանադառնանք այս մասին ավելի մանրամասն Պարգիր Քայքազյան լեզվին դասական որպես դասական հայերեն լեզվի կանոնակարգված համակարգ իրենից ներկայացնում է բառարանագրական այնպիսի հարստություն քանի որ այն ներառում է ոչ միայն հայերեն այլ նաև հունարեն ու լատիներեն թարգմանություններ իր տեսակով յուրահատուկ է եւ մինչեւ այժմ Պարագիր Քայքազյան լեզվին իր արժեքը չի կորցրել ու երևի թե ավելի արժեքավորվել նաեւ նշեմ որ Հայկազյան լեզվի բառագիրքը օգտագործվում է նորաբանությունների բացահայտման գործում այն բառերը որոնք տեղ չեն գտել Հայկազյան բառարանում ապա այդ կարգով են նորաբանությունները արդեն դասակարգվում իսկ Հրաչ Աճարյանի այս հաջորդ մոնումենտալ աշխատանքի մասին որը գրվեց 1926-ից 35 թվականներին ներկայացնում էր մոտ հայ նշանավոր լեզվաբանի մոտ 40 տարվա աշխատանք մինչև այդ շրջանը նա շատ ու շատ մոնումենտալ աշխատանքներ է թողարկել ինչպիսիք են օրինակ 1913 թվականին Հրաչ Աճարյանի Գավառական բառարանը որը իր տեսակով երևի թե միակն էր բարբառային ուրեմն նյութը վերլուծելու առումով նշենք որ օգտագործվել է ուրումնասիրվել է 10996 բառ 7 հատոր ընդհանուր առմամբ 7 հատոր 9000 էջ եւ 6000-ից ավել օգտագործված աղբյուր 37 թվականին հարկ է նշել որ այս իրադարձությունը շատ մեծ անդրադարձ ունեցավ Հրաչ Աճարյանի կյանքի վրա նրան ինչպես նշեցինք բռնաճնշումների են ենթարկել իհարկե կրթված եւ իրոք արժեք իրենից ներկայացնող մարդը այդ շրջանում որոշակի վտանգ էր ներկայացնում իշխանությունների համար ու այսպես ասած չէին կարող ուղղակի հանգիստ զբաղվել իրենց գիտական գործունեությամբ եւ հենց այդ դեպքերից մեկն էլ ծերագրերի փրկության ոդիսականն է երբ անգնահատելի այս ժառանգությունը հնարավոր էր կորսվել եւ Աճարյանի ձերբակալության օրերին նրա կինն ու սպասուհին գիշերով օտնանցքից մտնում են կնքված սենյակ, որտեղից ձերբակալել են Հրաչ Աճարյանին եւ փրկում են ծերագրերը, հանելով այդ ընդամենը մի քանի շատ նեղ օտնանցքից փրկելով այդ ամբողջ ուրեմն ժառանգությունը, փրկում են ծերագրերի մի մասը եւ դրանք երկատե արկղով թաղում են Նոր Բութանիայի պարտեզում։ Ուրեմն ու այն թաղվում է մի ծառի տակ, որը հետագայում կոչվում է Սրբազան ծառ։ Այն 2 տարի չեն ջրում եւ այդ ծառը չորանում է, հետագայում երբ Հրաչ Աճարյանը վերադառնում է իր բանտից ազատվելուց հետո առաջի բացականչությունը եղել է թե ուր են արմատականի հատորները որտեղ են ու հետո արդեն հարցրել է կնոջ Սոֆիկի մասին ու անվանել է այս ծառը Սրբազան ծառ։ ու այսպես է արտահայտվել Սրբազան ծառ, օրհնյալ լինի տնկողի հոգին։ Ու այս արդեն դարձել է այսպես թեվավոր խոսք արտահայտելով Հրաչ Աճարյանի այս մեծ աշխատանքի արժեքը։ Ու արդեն խոսենք բուն կառուցվածքի մասին, արմատական բառարանի մասին, այս 3 էջերը, ուրեմն բառարանի Ուրեմն այս 3 էջերը բառարանի մեկ բառ բնութագրող հատվածից են, նրանք բնութագրում են տուն բառը, այստեղ արդեն հատվածաբար կտեսնենք, օրինակ տուն բառի թե ինչ բնորոշմամբ է յուրաքանչյուր բառ ստացել իր բառ հոդվածը, Հրաչ Աճարյանի գործը այստեղ անգնահատել է, որովհետև յուրաքանչյուր բառ մանրակրկտորեն ներկայացված է
ում ըստ Հրաչյա տվյալներով հնդեվրոպական ծագում ունեն մոտ 526 արմատ եւ այդ մոտ 11000 բառերից 5062-ի արմատները բուն հայկական են եւ հիմնական սկսելով այս հատվածներից առաջի հատվածը ստուգաբանական հատվածն է, օրինակ նայեք տուն բառը, տուն, տան, տամփ, տանց այս տարբերակներով ներկայացնում հիմնական ստուգաբանությունը, թե որտեղ ենք հանդիպում այս բառը, հիմնական իմաստը ինչ է նշանակում, այստեղ ավելի մանրամասն, թե ինչպես է առաջացել բառի էվոլյուցիան, ստուգաբանական ուրեմն պատմական զարգացման պատմահամեմատական հատվածն է, օրինակ այստեղ տալիս է ծագումնաբանությունը, բնիկ հայ բառ, այստեղ դոմ արմատից, դեմ արմատից հնդեվրոպական արմատներն են շեշտվում, այստեղ նաև տարբեր օրինակ հեղինակներից է, ինչու էր նաև մեր նախորդ մասնակիցը նշեց, որ գերմաներենը գնահատվում էր ու իրոք հենց Հրաչյա Աջարյանի արմատական բառարանում էլ գերմաներեն հեղինակներից շատ հղումներ կան։ Գիտենք, որ պատմահամեմատական լեզվաբանությունը հետ հյուբշմանական գիտություն է, Հենրիխ Հյուբշմանի բացահայտումից ավելի զլայնածավալ արձագանքից հետո պատմահամեմատական լեզվաբանությունը դարձավ լեզվաբանության հիմնական մեթոդներից մեկը, ու այստեղ շատ կարևոր մաս ներկայացված է բուն ծագումնաբանությունը, ուղիղ մեկնությունը, օրինակ բառերի այս շատ կարևոր հատված է, քանի որ ներկայացված են ավելի էվոլյուցիոն տարբերակ, այսինքն բառը ինչպեսի փոփոխություններ է կրել, ինչպես է ստուգաբանվել որպես արմատ, դրա համար էլ հայ արմատական բառարան է կոչվում, հենց արմատի ստուգաբանությունը կարևորելով եւ եւս մեկ չափազանց կարևոր փաստ, որը կցանկանամ ֆիքսել, այդ գավառական հատվածն է, նշեցի, որ գավառական բառարանը 13 թվականին հրապարակված Հրաչյա Աջարյանի աշխատանքներից էր ու բարբառային նյութը օրինակ մխիթարյանների մոտ համարվում է ռամկական, բնորոշ չէր դասական լեզվին ու չէին համարում, որ բարբառային նյութով կարելի է ինչ-որ բանի հասնել կամ ինչ-որ հետազոտություն անել, բայց Հրաչյա Աջարյանը հակառակը ապացուցեց, որ բարբառային նյութը ոչ միայն օգնում է հայերեն արմատների ստուգաբանությունը ցույց տալ, այլ հենց բարբառային նյութերն են իրենցից հանդիսանում ստուգաբանական այն մեծ, այսպես ասած, ինֆորմացիայի արխիվը։ Եվ դրա համար, օրինակ, այդտեղ ներկայացված է գավառական տարբերակները, թե որ գավառում ինչպես է արտահայտված տուն տարբերակը, դուն տարբերակը, տոն ու ամեն բարբառներում ինչպես է արտահայտվել, այս չափազանց կարևոր է, քանի որ հենց բարբառները օգնեցին Հրաչյա Աջարյանին ստեղծել հայերեն իրոք լիակատար արմատական բառարանի ապացուցված հիմքերը։ Հաջորդ մասը ուրեմն փոխառությունների ու լեզվական շփումների մասին է։ Փոխառությունները այստեղ ինչու են առանձնահատուկ, որովհետև չկա ոչ մի այլ ուսումնասիրություն, որտեղ ցույց է տրված օրինակ հայերեն բառերի այլ լեզուները ինչպես են հայերեն բուն բառերը փոխառել։ Օրինակ այստեղ տուն արմատը հանդիսանալով հնդեվրոպական արմատ Հրաչյա Աջարյանը ցույց է տվել, թե ինչպես են օրինակ արաբերեն տարբերակները, պարսկերեն տարբերակները փոխառել տուն բառի օրինակ քամուս որպես կանզատուն մառան տարբերակը, այս տարբերակ ու ցույց է տրված հենց փոխառությունները ոչ միայն ինչպես ենք մենք փոխառել բառը, այդ արդեն ստուգաբանության հատվածում է ցուցադրված, այլ թե ինչպես են այլ լեզուներ, օրինակ քրդերենը մեզնից փոխառել է տան բառի տարբեր տեսակներ, ըստ Հրաչյա Աջարյանի, օրինակ հենց այս հատվածով։ Ու այս էլ չափազանց կարևոր ու մեծ ներդրում էր հայ լեզվաբանության մեջ, այսպիսով սա ընդամենը մեկ բառի բառ հոդվածներ։ Պատկերացրեք 10966 բառ ներկայացված է այս բառ հոդվածի տեսքով։ Այսպիսով, եթե զուգադրական քննություն արդեն անցկացնենք, հիմնականում հայկական բառարանը ուղղահայաց վերլուծություններ, բառի իմաստային բոլոր շերտերը գրավոր հուշարձաններում, օրինակ տուն բառը հենց հայկական բառարանում ներկայացվում է տաճար իմաստով, հնարավոր է վանկի տեսքով, տներ, օրինակ բանաստեղծության տներ իմաստով է ներկայացվում,
Այսինքն բոլոր իմաստային շերտերը, իսկ արմատական բառարանում հորիզոնական տարբերակով պատմական բնույթի իմաստային զարգացումների ու բարբառային նյութի մասին։ Արմատական բառարանը իրոք չափազանց ծավալուն ուրեմն հետազոտություն է անցկացնում, այ օրինակ հատվածը հայկազյան բառարանը եւ արմատական բառարանը, եթե նայենք տուն բառը եւս մեկ անգամ, օրինակ հայկազյան բառարանը ինչպես է տալիս բացատրությունը տուն տարբերակի ու նաև բերում է համապատասխան օրինակները։ Օրինակ այստեղ տուն որպես խորհրդանոց, խորհրդարան, տուն մատենագրած պահարան տարբերակով գրատուն, տուն գանձած գանձարան տարբերակով ու արդեն բերում է համապատասխան օրինակները Սուրբ գրքից, պատմաբանների տուն բնակչի ընտանիքի ամբողջությունը, ընտանիք ազգատում կամ տուն սաղմոսած այլոց բանից, այդ հենց այդ տների մասին օրինակ սաղմոսների այդ հատվածները նույնպես տուն են կոչվում ու ավելի մանրամասն օրինակներով, այստեղ գավառական մասին անդրադարձ չկա, ինչպես նշեցի, մխիթարյանները համարում էին այն ռամկական եւ չէին ներառում ուրեմն բարբառային նյութը իրենց աշխատության մեջ։ Փոխառությունների մասին նույնպես հայկազյան բառարանում փոխառությունների մասին տեղ չեն գտել այդ հիմնական նյութեր, այսինքն հիմնական հայկազյան բառարանի ինֆորմացիան մենք ստանում ենք ուրեմն բառի իմաստի տարբեր դրսևորումներից ու արդեն տարբեր օրինակներից ու աղբյուրներից, օրինակ Սուրբ գրքից ու պատմաբանների կամ ուրեմն հայրապետների աշխատանքներից, նաև շատ կարևոր մի բան եմ ցանկանում ուրեմն ամփոփելով, եթե ամփոփենք հիմնական մոտեցումները, հայկազյան բառարանի մոտեցումը բանասիրագենթադրական էր, իսկ հայկազյան բառարանի դեպքում, արմատական բառարանի դեպքում համեմատական պատմական։ Ու այս գիտական արդյունքը տվել է մեզ ճիշտ ծագումնաբանություն։ Բարբառների դեպքում հայկազյան բառարանը սահմանափակված էր, անտեսված էր, ինչպես նշեցի, արմատական բառարանը համապարփակ ներառում էր այդ ամեն ինչը ու գիտական արդյունքը եղավ լեզվի պատմական վերակազմությունը։ Փոխառությունների մասին հայկազյան բառարանը արտաքին նմանությամբ, հնչեղությամբ են տալիս բառի տարբեր իմաստային մոտեցումները, իսկ ուրեմն արմատական բառարանը, ինչպես նշեցինք, որը բնորոշ է պատմական համեմատական ուրեմն մեթոդին, հնչյունական օրինաչափությունների միջոցով։ Այստեղ արդեն շեշտվում է բառապաշարը։ Եվ նպատակի մասին խոսենք, եթե հայկազյան բառարանի նպատակն է լեզվի կանոնակարգումը ու եվրոպական մակարդակի հասցնումը, ապա արմատական բառարան լեզվի գիտական քննությունն էր, որը արդեն հյուրշմանական պատմահամեմատական մեթոդով էր կատարվել ու այստեղ կարևոր է, որ երկուսի արդյունքում էլ հայագիտությունը հիմնավորվեց, հայագիտությունը ծաղկեց եւ հայագիտությունը հիմնավորվեց։ Այստեղ շատ կարևոր լեզվաբանական տերմինաբանության եւ ակադեմիական խոսքի առանձնահատկությունների մասին կցանկանամ խոսել։ Միջազգային հարթակներում ավելի հայտնի է hedging, հեջավորում մշակույթը, օրինակ հեղինակների մոտ, թե ինչպես են վերաբերվում իրենց աշխատանքին, օրինակ ակադեմիական գրվածքում հեջավորումը ծառայում է որպես մտավոր զգուշություն եւ գիտական պատասխանատվության դրսեւորում, օրինակ այնպիսի բառեր են, որոնք թերևս հավանաբար կարելի է ենթադրել, օրինակ այս հատվածը արմատական բառարանից էր, օրինակ համարում է, կասկածով, հայտնի չէ, այս տարբերակները ցույց են տալիս հրաչաճառանի եւ մարդ եւ գիտական լինելու այդ հրաշալի սինթեզը, երբ մարդը ոչ միայն ակնածանքով է մոտենում բոլոր իր եւ ուսուցիչներին եւ ուսանողներին, ու միևնույն ժամանակ այդ ամեն ինչը դրսևորվում է հենց իր աշխատության մեջ։ Օրինակ էլի օրինակներ կան, օրինակ առաջարկված են, դեռ որոշված չեն։ Օրինակ համեմատում է ենթադրյալ, այս տարբերակները ավելի շատ ուրեմն արմատական բառարանում են հանդիպում։ Նմանատիպ ռազմավարություն նույնպես մխիթարյանները կիրառում են, բայց ավելի քիչ, օրինակ այստեղ նմանությամբ բառը շատ են կիրառում իբրև բառը, իբր, իբրև այդ տարբերակներով, որպես նմանություն տալու հնարավորություն։ Հեջավորման դեպքերը ուրեմն հայկազյան բառարանում շատ ավելի քիչ են, քան արմատական բառարանում, այդ եւս մեկ անգամ շեշտում է հենց ակադեմիական խոսքի տերմինաբանության առանձնահատկությունները ու հարգանքի ակնածանքի առկայությունը։
Եվ եթե մի փոքր քննադատական հայացք նետենք այս երկու աշխատանքներին, իհարկե, օրինակ Էջմիածնի հայրապետերից մեկը Ներսես Մեղրեցին, երբ ուսումնասիրել էր ուրեմն Հրաչյա Աջարյանի աշխատանքը, Հրաչյա Աջարյանին, այսպես ասած, քննադատական նամակ էր ուղարկել, թե օրինակ ինչու չեք ուսումնասիրել Էջմիածնում գտնվող նյութերը, չէ, որ Էջմիածնի մատենադարանում տեղ գտած նյութերը երևի ավելի մեծ ուրեմն ինֆորմացիա աղբյուր կարող են ծառայել, ու Հրաչյա Աջարյանը պահպանելով իր ակադեմիական հարգանքը բոլորի նկատմամբ պատասխանում է շատ գրագետ ձևով եւ ասում է, որ իրավացի եք, որ նման աշխատանքը կարող էր ավելի անկերազանցելի լինել, եթե օգտվեինք օրինակ եւ իր կողմից հավելում է Մխիթարյանների Վիեննայի մատենադարանից, Սուրբ Ղազար կղզու մատենադարանից, ինչու՞ չէ նաեւ Կիլիկիա կաթողիկոսության մատենադարաններից, բայց այդ ամբողջ աշխատանքը չափազանց մեծ ծավալուն եւ էներգիա պահանջող աշխատանքի ու այդ պատասխանը Հրաչյա Աջարյանը շատ գրագետ ձևով տալիս է ու վերջում գրում է հետեւյալ տողը, որ հաջորդ ուրեմն հետազոտությունները, աշխատանքները թողնում եմ հաջորդող սերունդներին եւ այսպիսով թողնում է իր աշխատանքի շարունակականություն։ Ինչպես գիտենք, լեզուն մշտապես զարգացող օրգան է, մշտապես զարգացող անընդհատ փոխառությունների ներհոսքի տակ է ու միշտ պետք է ադապտացիա լինի լեզվում ու դրա համար այս աշխատանքները միշտ ունեն իրենց շարունակականությունը եւ այսպիսով եթե եզրակացնենք հայերեն արմատական բառարանը եւ նոր հայկազյան բառարանի զուգադրական քննությունը թույլ է տալիս մեզ հետեւյալ եզրակացությանը հանգել, որ նկարագրական բանասիրական մեթոդից էվոլյուցիայի ընթացքում այն վերափոխվել է համեմատական պատմական եւ տեսական լեզվաբանության, հայկազյան բառարանի տեքստաբանական հենքը եւ արմատական բառարանի ստուգաբանական խորությունը փոխլրացնում են միմյանց, ու պետք է միշտ այս երկու աշխատանքները դիտարկել միմյանց հետ, միմյանց փոխլրացնող եւ միևնույն արդյունքը պետք է լինի միայն եւ միայն հայագիտության հիմնավորումը։ Արմատական բառարանի միջոցով բառարանները դատարել են դիտվել որպես ցածր լեզվական դրսևորումներ եւ դարձել են լեզվի պատմության վերակազմության հիմնական աղբյուրը։ Ինչպես գիտենք, Հրաչյա Աջարյանը մինչեւ արմատական բառարանը թողարկել է աշխատում էր հայոց լեզվի պատմության ուրեմն հատորների վրա եւ այն իհարկե լայնածավալ աշխատանք է, որը իր մեջ ներառում է հենց հայոց լեզվի պատմությունը, ծագումնաբանությունը ավելի մանրամասնորեն ու որպես պատմական ուրեմն զարգացում, նաեւ այնտեղ նշում է իր կարծիքը նախամարտության գրերի գոյության, այդ մեհենագրերի եւ այլն ավելի մանրամասնորեն։ Գիտական զգուշավորությունը եւ բազմակարծությունը հիմք են հանդիսացել հայերեն ակադեմիական խոսքի մշակույթի ձևավորման համար։ Ինչպես տեսանք, էջավորման լավագույն օրինակները կգտնենք հենց հայկազյան բառարանում եւ ավելի կատարելագործված տարբերակները հենց արմատական բառարանում։ Հայ բառարանագիտության այս երկու հսկաները ոչ թե լոկ անցյալի ժառանգությունն են, այլ կենթանի գիտական գործիքներ, որոնք շարունակում են ուղղորդել հայագիտական միտքը նաեւ 21-րդ դարում։ Արդեն ներկայացումից հետո մեզ մոտ ավելի արժեքավորվեց, ավելի փաստարկվեց հենց այս երկու բառարանների կարևորությունը։ Աջարյանի եւ Մխիթարյանների գործը մնում է որպես մնայուն արժեք, որը պահանջում է շարունակական վերաիմաստավորում եւ զարգացում համահունչ ժամանակակից լեզվաբանության պահանջներին։ Այս երկու կոթողային աշխատանքները իրոք չափազանց կարևոր են մեր լեզվի, մեր ազգի եւ մեր ինքնության պահպանման գործում։ Ու այսքանով շնորհակալություն։ Ես սպասում եմ արդյունքներին, տեսնենք մեր ուսուցիչները ինչ
արձագանք կտան, Սարո ջան, ես տեսնում եմ, որ գոհունակության արձագանքներ են, ամբողջ ընթացքում դու խոսում էիր, մենք հիացած քեզ լսում ենք, որս երբ կարողանում ենք սրտիկ ու ծափեր էինք ուղարկում, եւ ինչպես որ հենց աշխատարանում մենք քո խոսքով, քո ուսումնասիրության խորությամբ ու հասկացանք, որ սա մեկ շաբաթվա կամ մեկ տարվա արդյունք չէ, այսինքն այս աշխատանքը չգիտենք դու ինչքան ժամանակում ես իրականացրել, բայց քո պատրաստվածության մակարդակը, խոսքի այսքան գրագիտությունը, տրամաբանված կառուցիկ խոսքը տարիների աշխատանքի արդյունք է։ Պես որ շնորհավորում ենք քեզ, քո ուսուցիչներին, դպրոցին, որ ահա այսպիսի սան է պատրաստել, վստահ ենք, որ քո ապագան, որից կախված է նաև մեր ապագան, շատ լուսավոր է լինելու եւ ուրախ ենք, որ մեր իրականության մեջ կա Սարո տեսակը, Սուսաննա տեսակը, Մարկ տեսակը, սրանք տեսակներ են, որոնք իսկապես մեր գալիքի լույսը վառ են պահելու։ Սիրելի ուսուցիչներ ջան, որպես հիմնականում կարծում եմ, այստեղ հավաքված ենք լեզվի մասնագետներով, ես շատ կուզենամ, որ դուք ձեր որպես բանասերի կարծիքները արտահայտեք նաև Սարոյի աշխատանքի հանդեպ, որովհետև այս աշխատանքն էլ տարբերվեց իր ակադեմիական խորությամբ։ Կուզեինք լսել գնահատականներ եւ ինչքանով արժեր այս կես ժամը, որ մենք լսեցինք Սարոյին մեր կյանքից տրամադրել այս ունկնդրմանը։ Խնդրեմ ողջևորենք մեր Սարոյին եւս ձեր կարծիքներով։ Սարո ջան, մեկ էլ Գրքիկյանը ներկա չէ, չէ՞, ոնց որ ինքը պետք է լիներ, բայց կարծես թե չի միացել։ Չէ, ափսոս ես գրեցի իրեն հարմար չէր այսօրվա առումով, դրա համար ափսոս չկարողացա։ Որտեղ մենք պայմանավորվել ենք, որ ինքը պետք է լիներ։ Լավ, կլսենք մյուս ուսուցիչներին, մեր ներկա ուսուցիչներին, տեսնենք թե ինչ կասեն քեզ, հետո իհարկե Մարկն էլ անպայման իր խոսքը կասի, մեր Գոհար Գրիգորյանը, մենք անպայման մեր խոսքը, ես արդեն որոշակիորեն ասացի, Շուշանիկ Հովհաննիսյան ջան, համեցեք։ Շատ շնորհակալություն, թեման շատ ինչ ասեմ, հայանպաստ, հայրենանվեր, շատ ազգանվեր թեմա էր, որովհետև մենք ինչ հարցում հայոց լեզվի խնդիր ունենում ենք, դիմում ենք Հրաչյա Աճարյանին։ Մենք գիտեինք արդեն, թե ինչպիսի դաժան ճակատագիր է ունեցել հայերեն, հայոց լեզու, հայանպաստ իր գործունեության պատճառով եւ շատ բազմաբովանդակ աշխատանք էր, շնորհակալություն եւ ձեզ նորանոր հաջողություններ այս նպաստավոր աշխատանքում, մենք էլ կմիանանք ձեզ, մեր լուման կդնենք որպես հայերենի սիրահար, ես անչափ եմ սիրում բոլոր լեզուներից, նախընտրում եմ եւ զգում եմ, որ մեր հայերենը կատարյալ է։ Հրաչյա Աճարյանն էլ գնահատել է եւ մեր գեր հանճարին, այո, պետք է հավուր պատշաճի իր արժևորումը ստանա, շնորհակալություն նման նախագծի համար, շնորհակալություն, որ մեզ ներկայացրեցիք լայնածավալ այսպիսի աշխատություն, շատ շնորհակալ եմ ձեզ, նորանոր հաջողություններ, շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալ ենք եւ պատկերացրեք մեր ողջավորությունը, երբ մենք այսպես լսարանում էինք լսում այս աշխատանքները եւ նստած մտածում ենք, բա ափսոս չեն այս աշխատանքները մնան այսպես ընդամենը այս, չգիտեմ, քանի հոգի կլիներ Սարո ջան սենյակում լսարանում, երևի մի 15, հա, 20 ամենաշատը։ Շատ լավ։ Վիկտորիա ջան, լսենք ձեզ, հավանաբար էլի շատ հավանեցիք Սարոյի աշխատանքը եւս, համեցեք։ Իհարկե, դուք կրկին անգամից հիացրեցիք, քանի որ իրոք աշխատանքը շատ մեծ էր ու գնահատելի, հայանպաստ, հայանվեր գործ էր եւ ես ունեմ մի առաջարկություն, որ այդ գիտսաներին նաեւ ուղղորդեք հանրակրթական դպրոցներ իրենց հասակակիցներին կամ ավելի փոքր տարիքի երեխաներին նորից ներկայացնեն այս սահիկները, որը մեզ ներկայացրին։ Իրոք սա այնպիսի աշխատանք է, որ ուսումնական գործընթացում
հաստատ ավելի սեղմ են ներկայացում ուսուցիչների կողմից եւ այսպիսի լայնածավալ լուսաբանում չի լինում գրեթե եւ կուզեի որ հենց աճարյանական այս հրաշալի գործերը որ ներկայացվեց ավելի լայնածավալ մասշտաբ ունենան մեր դպրոցներում սաների ուսուցիչների մեջ նաև իհարկե, որովհետև կան ուսուցիչներ, որ այդքան իմաստ չեն ուսումնասիրում։ Մի բառը տարբեր ձևերով, տարբեր ազգերի համեմատությամբ են ներկայացվում եւ դրանք ավելի լավ նստվածք կտան իհարկե ուսուցիչների շրջանում, քան մի քանի բառով ու ձևով օրինակներով ներկայացնելը։ Դա կլինի նաև հորդոր ավելի լավ ուսումնասիրելու աճարյանական նյութերը եւ գործունեությունները, որոնք այո, տարիների ընթացքում հետ են նահանջում եւ ուշադրություն չեն դարձնում։ Ապրեք երեխեք ջան, լուսաբանելու համար դուք հրաշք եք։ Շնորհակալ եմ։ Ենք շնորհակալ։ Կարծում եմ, որ մեր մասնակիցները, խոսնակները չեն հրաժարվի, դուք իրենց կարող եք գտնել թեկուզ մեր միջոցով եւ եթե կազմակերպեք, հավաքեք ձեր աշակերտներին, ովքեր կուզենան լսել, սիրով իրենք կմիանան եւ անպայման կներկայացնեն այս նյութերը։ Մենք իրականում հենց այդ լուսաբանման համար էինք այս վեբինարը կազմակերպել, մի քիչ օրն էինք փաստորեն անհաջող ընտրել, ուսուցիչները զբաղված էին այսօր, բայց տեսաձայնագրությամբ անպայման էլի էջում կտեղադրենք եւ հնարավորինս կտարածվի։ Սարո ջան, քեզ էլ եւս մեկ անգամ շնորհակալություն եւ այս պահին լսենք Ծովինաչ Հակոբյան ջան ձեզ։ Շատ շնորհակալություն Գիտուսին այս հետաքրքիր հաճելի հանդիպումը կազմակերպելու համար, մեր սովորողներին, մեր լավ աշակերտներին անչափ շնորհակալություն, ամեն օր մեր ձեռքին այս գրքերն են եւ հիմա արդեն այսօրվանից սկսած այս գրքերը ցանկացած ուսուցիչ, ովքեր որ մասնակցում են ձեռքը վերցնելով անպայման հիշելու ենք մեր լավ աշակերտներին, նրանց մոտեցումը, նրանց մեկնաբանությունները եւ մեր աշխատանքը ավելի հետաքրքիր ու հաճելի է դառնալու։ Անչափ շնորհակալություն մեր աշակերտներին, մեր երեխեքին այսքան գեղեցիկ խոսքի, սահուն, հստակ մտքերի համար։ Մենք ձեզ շատ սիրում ենք եւ մեր շատ սիրելի Գիտուսին սրտիկներ ենք ուղարկում այս լավ հանդիպման համար։ Շնորհակալ ենք Ծովինար ջան։ Այստեղ ձեռք ունի նաեւ Գոհար Գրիգորյան ջան, ձեր ձեռքը իջավ, թե ես Աշխեն Մարուկյան։ Ոչ, ես ձեռքը բարձրացրել եմ, սիրելի Տիկին Խաչատրյան, կարող եմ խոսել։ Կներեք, որ ես չեմ միացնում տեսախցիկս, մի քիչ անհարմար տեղում եմ, բայց չկարողացա զսպել գայթակղությունս խոսքս ուղղել մեր բանախոսներին։ Չեմ ուզում խոսել Աճարյան մեծության, Աճարյան հանճարի, Աճարյան մարդու, Աճարյանի կերպարի մասին, որովհետև մեր բանախոսները այնքան գեղեցիկ, ամբողջական ներկայացրին նրա գործը, որ ուղղակի չգիտեմ, բառեր չկան ասելու, թե ինչքան ամբողջական բազմակողմանի ուսումնասիրության արդյունքում էր այս ամենը ծնվել։ Երեխեք ջան, շնորհակալ եմ ձեզ։ Ուզում եմ ուղղակի մեկ անգամ եւս ասել, որ բախտ եմ ունեցել Սարոյին լսել այն լսարանում, որտեղ ինքը ելույթ է ունեցել, այսինքն հանդիպել եմ նրա ելույթին, լսել եմ նրա ելույթը նաև այն սենյակում, որտեղ ինքը բանախոսել է եւ հիացած եմ։ Սարո ջան, ուղղակի չես կարող պատկերացնել, թե ինչքան հիացած եմ քո տեսակով, քո կերպարով եւ համոզված եմ, որ քո անունը դեռ շատ երկար ենք լսելու, եթե ոչ հայագիտության այս ուսումնասիրության քառուղիներում, ապա կյանքի տարբեր ճամփաներին համոզված եմ հանդիպելու ենք քո անունին։ Իսկ Սուսանբարին մեկ անգամ եւս ուզում եմ ասել, շնորհակալ եմ աղջիկս, դուք հրաշք եք, դուք շատ լավն եք։ Այսքանը Տիկին Խաչատրյան։ Շնորհակալություն։ Աշխեն Մարուկյան ջան, համեցեք։ Տեսնում եք ոնց եք ոգևորել ուսուցիչներն, երեխեք ջան, ապրեք շատ։ Շնորհակալություն, սիրելի ընկեր Խաչատրյան ջան, անկեղծ ասած, պաշտամունքի հասնող այս գիտնականին մեր երեխաների կողմից այսքան լավ ներկայացնելը ուղղակի թույլ չի տալիս լռելու։ Ես շնորհակալ եմ այս երեխաներից եւ եթե Աճարյանի գոնե մի փոքր էլի թույլ տա ինձ Աճարյանին մոտ լինել, պիտի ասեի Փառք Աստծո, մեր լեզուն ամուր հզոր ձեռքերում է գտնվում ու մեր երեխան գտնվում եւ մեր երեխաները անպայման գիտեն, թե
վերջապես ինչ կարևոր է լեզվի դերը մեր կյանքում, մեր գոյության հիմքը եւ սկիզբը։ Շնորհակալ եմ ձեզնից, երեխաներ ջան, ապրեք, շատ լավն է, շատ հիացած եմ, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ, կեցեք ձեր խոսքն է շատ հուզական էր։ Զգացինք, թե ինչքան են մեր երեխաները ձեզ հուզել։ Վանուհի Իսկանդարյան ջան, խնդրեմ։ Շնորհակալություն։ Իմ սիրելիներ, այնքան սիրով լսեցի, ժամանակը այնքան արագ անցավ, որ անգամ չնկատեցի ու ուզում եմ փաստել, որ բախտավորություն է ձեզ նման երեխա եւ աշակերտ ունենալը։ Ես ձեր ելույթը լսեցի, հիացած եւ միևնույն ժամանակ զարմացած։ Հիացած էի ձեր մտքի խորությամբ, ձեր ուսումնասիրություններով, կատարած տիտանական աշխատանքով, իսկ զարմացած այն մարդկանց վրա, ովքեր շարունակ պնդում են, որ այսօրվա սերունդը սովորել չի սիրում։ Դուք կոտրեցիք կարծրատիպը ու ուզում եմ, որ ավելի լայն հարթակներում հանդես գաք ու բոլորին համոզեք, որ այսօրվա սերունդը կարող է ու կարող է շատ բան ու անելու է, ձեր շնորհիվ է մեր ազգը հարատևելու։ Շնորհակալություն ձեր ուսուցիչներին, որ դուք այդպիսին եք դարձել, իսկ Սուսան ուզում եմ ասել, սիրելիս, անկախ նրանից ինչ մասնագիտություն մենք կընտրենք, թե Սարոն, թե Սուսան, ամենակարևորը բնականաբար ճիշտ հայ լինելն է, իսկ դու, որ ուզում ես ուսուցչուհի դառնալ, իմ գարուն աղջիկ, շատ ճիշտ ընտրություն ես արել, որովհետև կա չի ասած խոսք, որ ուսուցիչ ծնվում են, ոչ թե դառնում։ Դու հենց այդպիսին ծնվել ես ու քեզ մաղթում եմ հաջողություն։ Լինել ուսուցիչ նշանակում է ամեն օր շրջապատված լինել սիրով ու ջերմությամբ, իսկ դու արժանի ես դրան։ Ձեզ պայծառ ու լուսավոր ապագա, սիրելիներս։ Էս ոնց եք հուզում մեկըդ մյուսիս։ Շնորհակալություն Վանուհի ջան, շատ հուզական ու սիրուն խոսքերի համար եւ Սալվի Ղարիբյան ջան, համեցեք։ Սալվի ջան, ուր եք, ձեր բարձրախոսը միացրեք։ Բայց չենք լսում, ահա, չէ, չի միանում։ Ոյ, Սալվի Ղարիբյան ջան, միացեք, ես գիտեմ, որ դուք ուզում եք անպայման խոսել։ Գիտեմ, ինչն է խնդիրը։ Շատ լավ, քիչ անց գուցե կարգավորվի մեր հարգելի Սալվիի բարձրախոսը եւ ինքը կարողանա խոսել։ Եվ կուզենայի այս պահին լսել մեր դարձյալ Սարոյին ու Սուսան, տեսնել, թե իրենք այս ելույթներից հետո ինչ զգացողություններ ունեցան եւ արդյոք այս վեբինարը կարևորվեց իրենց կյանքում։ Ուզում եմ անպայման լսել ձեզ, երեխեք ջան։ Սուսաննա ջան, առաջինը քեզ լսենք, Սարոն հաստատ ասպետորեն զիջելու է քեզ։ Իհարկե տպավորեց, շատ ոգևորված եմ կարծիքներով։ Անչափ շնորհակալ եմ։ Լավ, բերեք գրականությունից մի բան ասում եմ ձեր համար, մինչև համ Սարոն Կարդայդի համար Տիգին Ղարիբյանի բարձրախոսը կմիանա։ Ես գրականություններ եմ շատ սիրում եմ գրողներից Պարուշ Սևակին։ Սևակի գործերը կարդալիս տարբեր տարիքում տարբեր ձև կարող ենք ըմբռնել, այսօր այս զգացողություններով որ լսեմ լրիվ այլ բան եմ հասկանալու, վաղը կարծում եմ ուրիշ։ Սևակից կասմունք եմ Հորթուս բանաստեղծությունը, եթե դեմ չեք։ Իհարկե դեմ չենք։ Ինձ հետ լինես թե առանց ինձ, իմ բալիկս կմեծանաս։ Իմ օգնությամբ թե առանց ինձ, դու երբևէ կհասկանաս։ Թե ոնց պիտի ապրել կյանքում, թե ոնց պիտի նայել կյանքին, թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին։ Ինքս էլ խրատ կարդացողին, ոչ հարգում եմ, ոչ հանդուրժում։ Տափակ թեսուր քարոզներից, ինքս էլ եմ միշտ տղաս խորշում։ Ու թե հիմա իմ բալիկս, ես քո գլխին ջար եմ կարդում, ապա միայն նրա համար, որ շատ հաճախ կյանքում մարդու
Եթե իր մեծ բաժինն ունի ժամանակը ինքը դար է, նաև այնպես ճիշտ չի ազդում մարդու ընտրած ճանապարհը։ Գուցե քեզ հետ նույնը լինի, որ պատել է հաճախ ինձ է, հաճախ շուրջս աշկացելով, այն մարդկանց եմ ես նախանձում, որոնց կյանքը հարթ է անցնում, ասես կյանք չէ, այլ խճուղի, կանոնի պես հարթ ու ուղիղ, դպրոց, հետո ինչ որ մի բուր, մի ազդեցիկ զանգահարով և տակտեղն է ապահոված, չէի ուզի, որ քո կյանքը հարթ խճուղու նման լինի, դու մի անցիր ասֆալտ ճամփով, գերադասիր ճամփան շինել։ Կարծես թե դեռ սպասում էինք, հա, Սուսաննա ջան, կեցես, այժմ այս պահին մեր Սալվի ձեռքը էլի կա, Սարո ջան, ասենք, հա, Սալվի Ղարիբյանի վերջում քեզ լսենք, Սալվի ջան։ Կներեք, ես մեքենայի մեջ էի, Խաչատրյան ջան, շատ հաճելի էր, ես լսում էի, հենց հասավ իմ ձեռքի պահը, կապը մի տեսակ ճանապարհն ենք, մեքենայով ընդհատվեց։ Ես հպարտացած եմ եւ մեծ պատիվ է, որ նման աշակերտներ մենք ունենք։ Եվ մի քիչ որպես լեզվի մասնագետ ասեմ, որ շնորհակալություն մերս լավ աշակերտներին, Սարո ջան, քեզ, Մարկոս ջան, քեզ, Սուսաննա ջան, իմ թագուհի, մեր գեղեցկուհի, յուրահատուկ, իմ առանձնահատուկ աղջիկ, դու մեր դպրոցի պարծանքն ես, որքան միջոցառումներ եղել է, մեկս մյուսից ձեռքից խլել ենք մեր Սուսանբարին, մեր դպրոցի յուրահատուկ աշակերտուհին է, իր գիտակ, հնչեղ, բանասերի առանձնահատուկ տեսակով մի աղջիկ, որից մենք նաև սովորում ենք։ Կեցեք դուք, շնորհակալություն, սիրելիներ ջան։ Ես շատ հպարտանում եմ, որ մեր շարքերում այսպիսի աշակերտներ ունենք եւ հուսով եմ, որ պետք է ունենանք։ Մեծն Հանճար Աճարյանին այսպես ներկայացնելը բաներ կար, որ ես սովորեցի, ճիշտ է, մեքենայի մեջ ենք երկար ճանապարհ ենք գնում, բայց ընկեր Խաչատրյան, մեծ բավարարություն զգացի, շատ շնորհակալություն, որ այսպիսի միջոցառումներ եք կազմակերպում, սա միջոցառում է, գիտսան չանվանեմ, սա հանրապետության մասշտաբով յուրահատուկ աշխատանք է, որ դուք տիտանիկ ձևով կատարում եք։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, դեռ սովորելու ենք եւ շատ բան ունենք սովորելու։ Այնպես որ ես հպարտ եմ, որ այսպիսի աշակերտներ մենք ունենք մեր շարքերում։ Շնորհակալություն բոլորից, հատկապես մեր գեղեցկուց Սուսաննա ջան, շատ ապրես իմ անուշիկ աղջիկ։ Եվս մեկ անգամ ապացուցեցիր քո գիտակ եւ բազմատեսակ, այսպես ասած, մասնագիտական վերելքներում միշտ փայլող մեր աղջիկ, յուրահատուկ ձևով միշտ առաջնային ես եղել, մեր տղաները նույնպես, խորին շնորհակալություն, ես հետևել եմ ձեր այս մեր երեխաների Սարոյի, Մարկոսի խոսքերին, իրոք շատ հաճելի էր, խոսքը շատ չերկարացնեմ, շատ շնորհակալություն բոլորից, կազմակերպիչներից եւ ներկայացնող մեր երեխաներից։ Ձեզ ենք շնորհակալ, ձեզ ենք շնորհակալ Սալվի ջան եւ Սարո ջան, լսում ենք քեզ իմ տղա։ Այս ուսուցիչների կողմից այսպիսի խոսքերի այս խոսքերի համար իրոք ես շնորհակալ եմ ու երախտապարտ եմ ու կցանկանամ իմ երախտագիտությունը հայտնել հենց գիտուսին եւ գիտսանին, քանի որ իրոք հարթակ են, իրոք հնարավորություն են աշակերտների համար ինքնադրսևորվելու ու իրենց տաղանդը կորստյան չմատնելու համար ու իրոք ուղղակի այս զգացումները անգնահատելի են ու այս ամեն ինչը եւս մեկ անգամ վստահ եմ մեր մեջ բարձրացնում է այն ազգային արժեքներից մեկը, որը հենց լեզուն է, որ հենց ինքը Հրաչյա Աճարյանն է ու այս իրոք այս ամեն ինչը միտված է ամենամեծ գերագույն նպատակին ու իրոք այդ մենք մեզ հայերիս իմանալն է, հայաճանաչողությամբ զբաղվելն է ու միևնույն ժամանակ հայաճանաչողության ճանապարհով մենք կհասնենք, որ իրոք իրապես կճանաչենք, թե ով է հայը, ինչ է հայի ինքնությունը։ Ըստիս ամենագեր նպատակը բոլորիս պետք է լինի այդ, իսկ պահպանության հարցը ըստիս ինքնըստինքյան կլուծվի, քանի որ մենք իմանալով, մենք տարածելով մեր ամեն ինչով, մեր քայլերով
մեր ինքնությունը իրոք ոչ մի մարտահրավերների եւ ոչ մի սպառնալիքների տակ չի լինի ու իրոք շնորհակալ եմ այս ամենի համար Տեսեք, սիրուն եզրափակի խոսք Մենք իսկապես շնորհակալ ենք ձեզ, մեր լավ երեխաներ ջան, որ դուք այսպիսին եք, այս տեսակն եք եւ բնականաբար հանգիստ ենք, հոգու հանգստություն ենք ապրում այս պահին, որ մեր սերնդի մեջ կան այսպիսի առաջատարներ եւ ես չեմ կարող այս պահին ասել, թե աշխատաժողովին քանի Եվի Սարոն կասի ինքը ինձ կազմակերպիչների մեջ էր քանի խոսնակ է եղել, քանի նյութ է ներկայացվել Հավատացեք մեկը մյուսից փայլուն, մեկը մյուսից ինքնատիպ, մեկը մյուսից հետաքրքիր, մեկը մյուսից խորությամբ տարբերվող, անգամ թատերականած մենք բեմադրության ականատես եղանք, անգամ 5-րդ դասարանցի աշակերտուհու խոսք լսեցինք, որը այսօր պիտի կարծես եզրափակեր Լալա Գրկիկյանը պետք է մասնակցեր եւ վերջին գեղարվեստական հատվածը դա պետք է լիներ, ոչինչ կտեղափոխենք մյուս անգամ եւ այս աշխատաժողովը հայտարարվել էր Սարո ջան, կարծեմ 9-ից 12-րդ դասարան համար չէ, 9-րդցիներն էլ կարող էին մասնակցել, բայց 7-րդ դասարանցիներ կային, ովքեր հատուկ խնդրել էին, որպեսզի թույլատրեն իրենք էլ մասնակցեն ու այդ ոգևորությունն էր շատ կարևորը, որ այսքան երեխեք ոգևորված են Աճարյանի մեծությամբ, ոգևորված են նրա հանճարով, այս միջոցառմամբ, այս ամեն ինչով ու իրենք աշխատել են, իրենք պատրաստվել են, ներկայացնում են եւ մեծ խիզախում է այդ ամեն ինչը ներկայացնել ուսուցիչներին։ Այսօրվա մեր Սարոյի եւ Սուսաննայի ելույթն էլ եկեք ասենք խիզախում, որովհետև լսարանը լի է լեզվի մասնագետներով, ուսուցիչներով եւ իրենք կարողացան այսքան հմայիչ, այսքան սիրուն, այսքան, չգիտեմ, հուզական, Սուսաննային հուզական շատ գիտական, այս երկու ծայրաբևերները բերել գումարել եւ այսքան հետաքրքիր ժամանց մեզ թույլտվեք նաեւ ժամանց բանանել էլի որակել որպես այնքան բանում խառնվել եմ իրար բարերն էլ մեկ խառնում եմ այս հուզական վիճակից այնպես որ Սարո ջան կեցեք անպայման դուք կստանաք Գիտուսի կողմից որ կապես սա մեծ աշխատանք է, որը դուք կատարել եք, անպայման ձեր հավաստագրերը անմիջապես հանդիպումից հետո մեր Գոհար Գրիգորյանը կուղարկի ձեր էլեկտրոնային հասցեներին կստանաք եւ բարով վայելեք Եվ շատ ավելի ձեր կյանքի ճանապարհին թող շատ ավելի ձեր սրտի ուզած հարթակներից, ավելի բարձր տեղերից դուք ստանաք շատ հավաստագրեր ու վստահ եմ, որ այդ ամեն ինչի մեջ ինչքան էլ բարձունքների հասնեք, ինչքան էլ, չգիտեմ, բարձր ատյանների հասնեք, համոզված եմ, ձեր մարդ տեսակը մնալու է, որովհետև ձեր խոսքը դա ապացուցում է, ձեր գործն էլ է դա ապացուցում։ Մարդ ջան, ուզում եմ դու ամփոփես, որպես այս ամեն ինչի հիմքում կանգնած, այս պահին գիտսանն է ներկայանում, այստեղ մեր վայ ընկեր Գրիգորյանն էլ խոսք ունի, մոռացանք է Գոհար ջան, լսում ենք։ Հա, ես խոսեմ թե որ Մարկը պետք է ամփոփի, Մարկ ջան, հետո դուք ամփոփես։ Երեխեք ջան, ես հիացած եմ, ինչպես միշտ հիանում եմ Գիտսանի ելույթներով եւ ամեն անգամ մտածում եմ մենք ինչ խելացի համագործակցող, աշխատասեր, պրպտող երեխաներ ունենք։ Վանուհին ճիշտ էր ասում, այսօր մենք շատ ենք նեղանում, որ քիչ են կարդում, քիչ են աշխատում, չէ, դուք եկաք ապացուցելու, որ այդպես չէ, դուք եկաք ապացուցելու, որ դուք ուսումնասիրող երեխաներ եք, ավելի խորը մտածող եւ այդ տարիքից ուսումնասիրություն կատարելով, հավատացեք, ուսանող լինելով եւ արդեն մեծ լինելով ավելի մեծ գործեր կկատարեք եւ այդ ձեզ որպես մեծություններ մենք լսելու ենք, հպարտանալու ենք, որ Գիտուսում, Գիտսանում հնարավորություն ենք ունեցել ձեզ լսելու, շատ ուրախ եմ
որ դուք այդ տեսակն եք, ձեր տեսակը բարձր պահեք, շարունակեք, մեր լեզուն գային պահեք, սա շատ կարևոր է եւ այն, որ դուք ասում եք, որ պետք է հայերենով խոսենք, հայերեն ճանաչենք եւ մեծանուն այդ լեզվաբանին խորությամբ ուսումնասիրենք, բարդ թեմա ընտրելով մեծ հպարտության աստիճանի հասցրիք, ապրեք, բոլորիս համար սա ձեռքբերում էր, ցանկանում եմ բոլորիս այդպիսի աշակերտներ, այսպիսի սերունդ, շնորհակալ եմ։ Երանի, դե Մարկ ջան, ամփոփիր խնդրեմ։ Այսպիսով ավարտին հասավ Հրաչյա Հայաստանի ծննդյան հարցնամյակին նվիրված մեր այսօրվա վեբինարը։ Շնորհակալություն ենք հայտնում մեր այսօրվա խոստակներին Սարո Զարգարյանին եւ Սուզան Բարմիկրչյանին հետաքրքիր եւ բավանդակալի ձեռքությունների համար, ինչպես նաեւ ձեզ բոլոր մասնակիցների ակտիվ մասնակցության եւ հետաքրքրության համար։ Հուսով ենք, որ այս հանդիպումը նպաստեց Հրաչյա Հայաստանի կյանքն ու գիտական ժառանգությունն ավելի լավ ճանաչելուն։ Մաղթում եմ ձեզ հաջողություններ, նոր գիտելիքներ եւ նոր հանդիպումներ մեր Գիծանի եւ Գիտուսի նախաձեռնություններում։ Շնորհակալ եմ ձեզ։ Եվ ես էլ Մարկին լրացնեմ, ասեմ, որ բնականաբար սա առաջինն ու վերջինը չէր, այսքան առաջինն էր, բայց վերջինը չէր, մենք էլի ունենք լույսներ, էլի լավ երեխաներ, ովքեր սպասում են իրենց հերթին, չեմ կարող ասել հաջորդ շաբաթօրը դժվար, երևի այն մյուս շաբաթօրը մենք հայտարարությունը կդնենք, էլի կունենանք եւս գեղեցիկ ելույթներ, սիրով միացեք մեզ, լսեք, սիրելի ուսուցիչներ, ոգևորեք մեր երեխաներին, այդ ոգևորելը թերևս ուսուցչի ամենամեծ գործն է, որ կարող ենք մենք անել, ոգևորենք, ոգեշնչենք, որպեսզի իրենք առավել թևեր առած այս բաց տարածության մեջ ծավալեն, ստեղծագործեն, արարեն եւ մեզ էլ բնականաբար մեծ հպարտություն պարգևեն։ Այնպես որ բոլորիդ ասենք հաջողություն, վաղը թող մեր երկրի համար ունի շատ, ինչ ասեմ, խաղաղաբեր, շատ ճիշտ լուծման օր, որպեսզի մենք բոլորս գոհ մնանք մեր ընտրությունից, մենք բոլորս գոհ լինենք այն իրավիճակից, ինչը կստեղծվի ընտրության արդյունքում եւ հավատանք, որ կլինի այնպես, կլինի այն ընտրությունը, որը կնպաստի մեր ապագայի, մեր խաղաղության, չգիտեմ, մեր կայունացմանը, մեր պետության երկարատև գոյությանը եւ թող որ լինի ի նպաստ մեզ, մեր երկրի, մեր երեխեքի ապագային։ Այնպես որ այս նոտայով ավարտենք մեծ հույսերով, հավատով, որ վաղը մեզ բոլորիս շատ լավ լուր է սպասվում։ Լավ մնացեք, շնորհակալ ենք եւս մեկ անգամ մասնակցության համար, հուսով ենք, որ հաջորդ անգամ մեր լսարանը շատ ավելի մեծ կլինի, կարող եք հրավիրել նաեւ ձեր աշակերտներին, երեխաները եւս կարող են միանալ, լսել, այնպես որ հարթակը բաց է բոլորի համար։ Բարի գիշեր։ Շնորհակալություն։ Բարի գիշեր։ Մարկ ջան, Սուսաննա ջան, հաջողություն։ Շատ լավ, իսկ թիմը